Լևոն Հայրապետյանը 20 համարյա մազգեստով, հիմա գնդակը մեր տղաների մոտ է, տեսնենք գրոյինչով կավարտվի, հետո կազմի մասին հեռվից արվա, գոլ! Գոլ! Կարլեն Մկրտչյան, 1-0, Հայաստան հավաքականը բացում է հաշիվը, ֆանտաստիկ գոլ! Այնպիսի գոլ, որը կարողանում է խփել Կարլեն Մկրտչյանը և ում է խփում, Պետր Չեխին, այս հարված էր, և մեր հավաքականը առաջ անցնում հաշվի մեջ, տեսեք Կամո Հովհաննիսյանը ինչպես պայքարեց գնդակի համար ետ փոխանցում և այստեղից Կարլեն Մկրտչյանը հարմարեցնում է գնդակը ձախ ոտքի տակ և այսպիսի հարված։ Գիտեք, ես մի բան կասեմ, Պետր Չեխին իր առահեղ կարիերայի ընթացքում ոչ մի գոլ չի կարողացել մինչև հիմա խփել։ 4 անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լիոնել Մեսսին, իսկ Կարլեն Մկրտչյանը այսպես է կարողանում։ Խլում է գնդակը նրանից Կարլեն Մկրտչյանը, բայց գրոհը չի ավարտվել նորից Ռոսիցկի, հարված և գնդակը ցանցում։ Հավասարեցնում է Չեխիայի հավաքականը հաշիվը, անդրադարձավ օգնության եկավ չեխերին։ Գևորգ Կասպարովին այստեղ իհարկե չես մեղադրի։ Թոմաշ Ռոսիցկու անվան դիմաց կգրանցվի գոլը, տեսնենք կրկնապատկերը թույլ տվեցին նրան հարվածել։ Վարազդատ Հարոյանը շեղեց գնդակի ուղղությունը ազդրով կամ ծնկով, չգիտեմ, և գնդակը հայտնվեց ցանցում։ Դարպասած զողից իջավ և նորից բարձրացավ ցանցի մեջ։ 1-1 Չեխերը են ավելացված ժամանակի ընթանում, Օվսիսյանը մոտենում է Տուգանային հրապարակին, փոխանցում, արված, ևս մեկ արված, գոլ, 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 Գևորգ Ղազարյան 2-1, Հայաստանի հավաքականը գրավում է Չեխերի դարպասը և սա մեր հակագրողն էր, որին մենք այդքան սպասում ենք։ Ես հիմա չեմ ասի այն ինչ շատ եմ ցանկանում ասել, խոստանում եմ, եթե մենք հաղթենք Սուլիչից, եզրափակի Սուլիչից հետո կասեմ անպայման։ Տեսեք ինչ հակագրոհ էր, Յուրամ Օվսիսյան փառահեղ փոխանցում է կատարում, չկա խաղից դուրս և Գևորգ Ղազարյանը, չգիտեմ, պատահական հարվածով, որը երկրորդն էր նրակատարմամբ, տեսեք, առաջինը Չեխը հեռացնում է և հետո Ղազարյանի գլխից գնդակը ընթանում է ցանցի մեջ։ 2-1, մենք առջևում ենք